Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 30 Եվ նրանից բարձր փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության վրա, որոնց համար պետք չէ հիմա մանրամասն ասել, Եբրայեցիս 9:5 խոսք։ Նրանց ում Աստված առաջնորդում է դեպի իր սուրբ լեռը և իր բնակության վայրը։ Ուստի նրանք, ովքեր պնդում են, թե առաջնորդվում են Սուրբ Հոգով, սակայն երես են թեքում Աստծո կողմից հաստատված կարգերից ու պաշտամունքից, անկասկած իրենք իրենց խաբում են։ Մենք պետք է աղոթենք, որ Աստված իր շնորհով մեզ բերի իր հետ կենդանի հաղորդակցության մեջ և պատրաստի մեզ մյուս աշխարհում իրեն տեսնելու և իր ներկայության լիակատար ուրախությունը վայելելու համար։ Մենք պետք է աղոթենք Աստծո լույսի և ճշմարտության համար, լույսի և ճշմարտության Հոգու համար, ով լրացնում է Քրիստոսի մարմնավոր ներկայության բացակայությունը, առաջնորդում է մեզ աստվածապաշտության խորհրդի մեջ և ուղղորդում դեպի երկինք տանող ճանապարհը։ Երբ Աստված իր լույսն ու ճշմարտությունն ուղարկում է մեր սրտերի մեջ, դրանք առաջնորդում են մեզ դեպի վերին աշխարհ, թե մեր բոլոր պաշտամունքներում, թե մեր բոլոր նպատակների և ակնկալիքների մեջ։ Եվ եթե մենք խղճմտորեն հետևենք այդ լույսին ու ճշմարտությանը, դրանք անպայման մեզ կհասցնեն վերևի Սուրբ Լեռը։ Նրանք, ովքեր գալիս են Աստծո խորանը, պետք է նաև մոտենան զոհասեղանին։ Նրանք, ովքեր մասնակցում են Աստծո սահմանած կարգերին, նախ պետք է պատշաճ կերպով պատրաստվեն դրանց, ապա մոտենան հատկապես այն սրբազան կարգերին, որոնք առավել խոր ազդեցություն ունեն և առավել մեծ պատասխանատվություն են դնում հավատացյալի վրա։ Որքան ավելի ենք մոտենում Աստծուն և որքան ավելի ամուր ենք հարում Նրան, այնքան ավելի օրհնյալ և բարի է մեզ համար։ Նրանք, ովքեր մոտենում են Աստծո զոհասեղանին, պետք է հոգ տանեն, որ այդ մոտեցմամբ իսկապես գան դեպի Աստված և սրտանց մոտենան Նրան անկեղծ սրտով։ Իզուր ենք մասնակցում սուրբ կարգերին, եթե դրանց միջոցով չենք մոտենում Սուրբ Աստծուն։ Նրանք, ովքեր գալիս են Աստծո մոտ, պետք է գան դեպի Նա որպես իրենց գերագույն ուրախությունը, ոչ միայն որպես ապագայի երանությունը, այլև որպես ներկայի կենդանի ուրախությունը։ Եվ այդ ուրախությունը չպետք է լինի սովորական, այլ գերազանց ուրախություն, որն անհամեմատ վեր է զգայական աշխարհի և այս անցավոր կյանքի բոլոր հաճույքներից։